բախումների որևէ հնարավորություն բացառում է, որովհետև Հայաստանի իրավապահ մարմինները ունեն բոլոր գործիքակազմը եւ հնարավորությունները սադրիչ գործելակերպով աչքի ընկնող բոլոր անձանց չեզոքացնելու օրենքով սահմանված կարգով։ Երկրորդը հայաստանյաց առաքելական եկեղեցին պետք է պաշտպանել կտրիչ Ներսիսյանից եւ մայրաթոռը զավթած մյուս աղանդավորների խմբից։ Ես արդեն իմ դիրքորոշումը ասել եմ, որ կտրիչ Ներսիսյանը եւ նրա նեղ շրջապատը աղանդավորներ են, ովքեր զավթել են եւ եղծում են հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու դավանանքը։ Հաջորդը 10 եպիսկոպոսների գործողությունները ես չեմ ուղղորդում, բայց ողջունում եմ եւ աջակցում եմ։ Ես այս պահին նման անհրաժեշտություն եւ որոշում չեմ տեսնում։ Ինչն է կապում ինձ 10 եպիսկոպոսների հետ։ Միայն եւ միայն բացառապես օրակարգը հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու նորոգման օրակարգը եւ մի հարցում եւ ելի ուրիշ հարցերում մենք ունենք կոնսենսուս, որ այդ օրակարգը անհնար է իրականացնել առանց կտրիչ Ներսիսյանի հեռացման մայրաթոռից։ Հաջորդը ուզում եմ ասել նաեւ, ասում եմ որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ, մենք արդեն բավական երկար ժամանակ այդպես գործում ենք, բայց այդպես չենք հայտարարել, կտրիչ Ներսիսյանի որևէ որոշում Հայաստանի Հանրապետությունը չի ընդունելու, որովհետև նրա կայացրած ցանկացած որոշում ոչ լեգիտիմ է։